Այսօր Գեղարքունիքի Ճամբարակ համայնքից երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տավուշ եկավ Դիլիջանի կենտրոնում քաղաքապետարանի հարակից հրապարակում մարդկանց հետ հանդիպեց, ձեռք սեղմումներ եղան, նկարվեցին ու միմյանց հույս տվեցին, թե ընտրությունների արդյունքները լավ են լինելու։ Չնայած նախապես բարձրախոս էին պատրաստել, բայց հանդիպումն ընթացավ առանց դրա։ Լավ ենք, ամուր, պայքարի պատրաստ, եկել ենք ձեզ էլ ոգևորենք։ Ոգևորված ենք, որ նախագահ, յախտ ենք, հաստատ, 100%։ Կարելի է մեր գեղեցկուհուն նկարի։ Այո, ձեզ տար։ Հա, վստահ ձերքերը, այո, անպայման։ Մենակ չիշիկ չան։ Ամենավստահ ձերքերը։ Չէ, դե հիմա այն թիվը չվերջի շիկանը։ Նախկին զինվորական Արայիկ Ղազարյանը սահմանազատված կիրանցից էր, ավելի քան 20 տարի Ռուսաստանում է ապրում, ասաց հատուկ եկել է աջակցելու երկրորդ նախագահին։ Քոչարյանը հարցրեց, պատը լավ եք պահում։ 2 տարի առաջ կիրանցի հատվածում սահմանազատումից հետո կառուցված սահմանային պատը նկատի ուներ։ Քոչարյանի համակիր տղամարդը հարցերը բռնությամբ լուծելու կողմնակից էր։ Ես եմ պատտակ մարդկանց գնդակահար։ Նա երկան դեռաներ կավել բան մի ասա։ Ես ասել եմ ու ասելու եմ, ես ոչ եմ ախնում։ Քոչարյանը, որի նախագահության վերջին օրերին տեղի ունեցան մարտի 1-ի հետ ընտրական արյունալի իրադարձությունները, արձագանքեց, թե գործող իշխանությունները մարդկանց վախեցնելու ճանապարհով են գնում, ինքը գա իշխանության կփոխի։ Ամեն ինչ նախկինի նման կլինի, Ռուսաստանի կողմից հայերի նկատմամբ բայրացական վերաբերմունք ու Հայաստանը առանց վախի։ Ոնց որ վախեցնելու տարբերակով են փորձում գնալ։ Եթե վախենակ կզած ապրենք, ունենք դա։ Մենք ապրել ենք մենակ դուխով ձեր ժամանակ։ Եվ Հայաստան, եւ Ռուսաստան։ Լավ է, չէ՞ ձեր։ Հիմա էլ լավ զգամ, բայց հակառակ ձևով։ Ձեր ժամանակ, որ մարդկանց կանգնացնում էր նայ մեր անձնագրով հայը, ասում մենք ունենք ներքին հրաման, որ հայերը մեր բարեկամներն են։ Մեր երկու առաջի դեմքերը իրար հետ լավ են, մենք էլ լավ ենք։ Իսկ այսօր վերակառն ենք դիտանում 100%-ով հենց դրա համար ես հատուկ 2000 կիլոմետր կտրել եկել եմ, որ կանգնեմ վերականգնեմ մեր արդար պայքարը։ Եթե ոչ, իզուր չեն ինձ ասել դուլայի արում։ Լավ ենք, անպայման։ Գալու այդ օրը։ Կարողանանք ժողովրդին համոզել։ Ժողովրդին հիշեցնել, համոզել։ Ժողովրդին պետք է հիշեցնենք իրենք հիշեցնել։ Մի քիչ հիշողություն է ստորել։ Քոչարյանի հետ հանդիպելու էին եկել նաև Արցախից տեղահանվածներ, մեկը, որ չցանկացավ ներկայանալ, ասաց Քոչարյանի հետ հույսեր ունի, որ հետ Արցախ գնալու հնարավորություն գտա։ Հա, ես հույս եմ կապում, որ մենակ Քոչարյանը կարող է Միջոցով բացի պատերազմից ուրիշ այլ տարբերակ։ Տարբերակը ես չգիտեմ, ինչ կա, պոլիտիկան այնպեսի բան է, որ մեկ չեք կարող դա իմանաք։ Ուղղակի մեր սրտի ուզածը դա է։ Քոչարյանն իր նախընտրական հանդիպումներում վերադարձն Արցախ դեռ հնարավոր չի համարում, բայց ասում է, որ նախ պետք է արցախցիների վերադարձի իրավունքի ճանաչմանը հասնեն։ Մի ուրիշ համակիր արևմտահայերենով էր խոսում։ Ով որ լա, դոլա, Նիկոլը պետք չի գա։ Պետք է փոխենք, ժամանակը եղավ։ Ինչու հատկապես ինչին եք դեմ։ Շատ չեմ ուզեր խոսել, ավելի լավ է չխոսի, հայերեն էս դիգար է։ Կներես։ Հայաստանի քաղաքացի ենք։ Հայաստանի։ Այո, եւ քվեարկելու ենք, եւ քվեարկելու ենք Հայաստան Թաշինքին, եւ թեմենք Նիկոլ Փաշինյանին։ Հատուկ եկել եք, որ որպեսզի մասնակցեք։ Չէ, արդեն մենք հոսաբրում ենք։ Դիլիջանից շարժվեցին դեպի Իջևան, որտեղ ընտրողների հետ արդեն դահլիճում էր հանդիպում նախատեսված։ Հայաստան Դաշինքի անդամներն ասացին նախապես նաև Դիլիջանի ԿՊ-ական իշխանություններին էին դիմել քաղաքի բացօթյա ամֆիթատրոնում հանդիպումն անցկացնելու թույլտվության համար, բայց մերժվել են։